Բարև իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր էլ կպատրաստենք խոզի մսով տնական երշիկ, շատ համեղ, իմ սիրելի յութուբյան ընտանիք, իմ երիտասարդ հայ հարսներ, սովորեք պատրաստեք այս բաղադրատոմսերով, հյուրասիրեք ձեր ընտանիքներին, ձեր ամուսիններին, ձեր երեխաներին, անարատ ձեր ձեռքով պատրաստված շատ համեղ անուշահամ, անուշահոտ երշիկ։ Դե ինչ, վերցրել եմ այստեղ ես խոզի միս, ասեմ ինձ մոտ և վզամիս կա, խառը մսեր են, այսպես ավելի հյութեղ և ավելի համեղ է ստացվում, որ մասից կուզեք վերցրեք։ Հիմա ինչ է մեզ անհրաժեշտ։ Այն արդեն սառացրել եմ ես մինուս մինչև 3 աստիճան։ Հիմա այս մսի 25%-ը ես պետք է աղամ։ Անցկացնելու եմ շատ մանր սետկայով, ամենամանր։ Ահա, հիմա իսկ մնացածը բաժանելու եմ այսպես, կտրատելու եմ կուբիկների։ Կբաժանենք այսպիսի կուբիկների։ Սիրելիներ, ովքեր որ առաջին անգամ են գտնվում իմ ալիքում, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք հավանության նշանը և սեղմեք զանգակի նշանը, որպեսզի չկորցնեք իմ տեսանյութերը և օգնեք ինձ աշխատելուն, քանի որ ես շատ երկար ժամանակ չեմ աշխատել և քանի որ առջևում նոր տարի է, մտածեցի, որպեսզի ձեզ հետ կիսվեմ համեղ բաղադրատոմսերով։ Դե ինչ սիրելիներ, տեսնենք այսօր ինչքան հավանություն կհավաքեմ, լայքեր իհարկե, ովքեր որ չգիտեն լայքը ինչ է, կամ որ հարցնում են, բութ մատը, որ նկարված է, խնդրում եմ սեղմեք բութ մատի վրա, չնայած հիմա բոլորն էլ գիտեն, բայց ես զգուշացնում եմ և կիսվեք ինձ հետ մեկնաբանություններով, ով պատրաստեց և ով հավանեց այս բաղադրատոմսը։ Ես հիմա ասելու եմ ընդհանրապես կոնկրետ, թե ինչքան գրամով եմ ասելու, ինչքան աղ է գնալու կիլոգրամի համար, ինչ համեմունքներ են գնալու, պատրաստեք ձեր թուղթ ու գրիչները, նստեք և սպասեք։ Իսկ բաղադրատոմսը ամբողջ բաղադրիչները կթողնեմ գրառումների բաժնում։ Նաև կամրացնեմ սիրելիներ կոմենտարյանների, մեկնաբանությունների, այսպես ասած, վերևամասում։ Ահա, խնդրեմ։ Կուբիկներով այսպես կկտրատեմ, քանի որ միսը սառն է, շատ գեղեցիկ կտրատվում է։ Ես կբացատրեմ ձեզ, թե ինչի համար է մեզ անհրաժեշտ սառացնել միսը։ Ինչպես գիտենք, միսը, եթե մենք ուզում ենք ունենա բարձր կպչողականություն, որպեսզի հավաքվի ինքը, անհրաժեշտ է սառացնել մինուս 1-ից մինչև մինուս 3 աստիճան։ Կպչողականություն ստանալու համար, այսպես ասեմ, մենք միսը սառացնում ենք մինչև մինուս 3 աստիճանի։ Շատ շնորհակալ եմ սիրելիներ իմ բաժանորդներից, ովքեր որ մինչև այսօր հետաքրքրվում են ինձանով, կիսվում են ինձ հետ մեկնաբանություններով, գրում են ինձ, սպասում են իմ ալիքում, որպեսզի տեսնեն ինձ յութուբյան հարթակում, խնդրում են, որպեսզի ես տեսանյութեր գցեմ։ Սիրելիներ, այդ իսկ պատճառով ես այսօր նկարահանում եմ այս տեսանյութերը, ժամանակ չունեմ, ասեմ, որ աշխատում եմ ես և ինչպես գիտեք բանկետնի զալում ես միշտ նկարներ եմ թողել, տեսանյութեր եմ թողել, դուք տեսել եք, և բացի դա ես ունեմ իմ բիստրոն, աշխատում ենք իմ բիստրոյում։ Այդ պատճառով շատ լարված եմ
եւ ունեմ շատ նորություններ։ Եթե կարողանամ ուղիղ եթեր կանեմ, կնստենք, կզրուցենք, կպատմենք շատ լավ նորություններով կգամ, կպատմեմ, թե ինչ եմ արել այս ընթացքում, որ չեմ նկարահանել եւ այլն։ Սիրելիներ, ինձ մոտ 1 կիլոգրամ միս էր, հիմա ես 250 գրամը, ասեցի չէ 25%-ը պետք է աղալ, հիմա ես սա կանցկացնեմ շատ մանր, ամենամանր մսաղացով 2 մմ է ինձ մոտ եւ կմիանամ ձեզ։ Ահա սիրելիներ, ինչպես տեսնում եք, աղացի արդեն խոզի միսը, սա էլ կտրատեցինք մանր կուբիկներով, նորից եմ կրկնում, այստեղ ունենք մենք 3 աստիճան, -3 աստիճան ջերմություն, մինչև կտրատեցինք աղացինք, դարձավ -1, ուրեմն կչափեք տերմոմետրով։ Հիմա այստեղ կավելացնեմ հետևյալ համեմունքները, նիտրիտի աղի հետ 50-50, ես չափաբաժինները չեմ ասում, կթողնեմ գրառումների բաժնում, կարմիր պղպեղ աղացած, սև պղպեղ, բայց խոշոր աղացած, կոտրատած, կարելի է ասել, կարմիր պղպեղ, չորացած, կտրատած, ես սա ըստ ցանկության գցում եմ գույնի համար, գեղեցկության համար, որպեսզի մեջը երևա, եթե չեք ուզում, չավելացնեք, սխտոր եմ ավելացնելու 2-ից 3 պճեղ, ըստ ցանկության, սխտորը, ովքեր չեն սիրում շատ սուր համ, թող անեն 2 պճեղ, ուրեմն, ինձ մոտ կա համեմի սերմ և մուսկատնի արեղ, ես չգիտեմ հայերեն ինչպես ասել, մուսկատնի արեղ, ահա, հիմա այս ամենը կխառնենք այստեղ, մեր մսի վրա, սխտորը կճզմենք և կսկսենք մի լավ հունցել, կարող եք ավելացնել սիրելիներ չոր սխտոր, ինձ մոտ կա չոր սխտոր, բայց ես ավելացնում եմ թարմը, որովհետև շատ եմ սիրում թարմ սխտորի հոտն ու համը, ահա, ինչպես տեսակ արդեն սխտորներ, ես 3 ատամիկ ճզմեցի և պետք է շատ լավ հունցենք, ինչքան հունցենք, շաղախենք այս միջուկը, այնքան համեղ երշիկ ենք ստանալու, ես դիտմամբ չեմ անջատում, որպեսզի դուք տեսնեք, թե ինչպես եմ ես աշխատում այս միջուկի հետ։ Վալբերիսից պատվիրել եմ ես թաղանթները, որի մեջ պետք է լցոնեմ ես այս միջուկը, այս ֆարշը, կոլագենովի։ Արդեն ժողովուրդ ջան կպչում է, որովհետև, ինչպես ասեցի, շատ սառացրել էի, սառնությունը տեղը տեղին է, նույնիսկ արդեն ձեռքերս սառչել է, չեմ կարողանում աշխատել, տեսնում եք, այսպես պետք է կլեի նման կպնի, ափսոս չեմ կարողանում հոտերն ու համերը փոխանցել ձեզ, սիրելիներ, շատ անուշ հոտ է գալիս, արդեն ամբողջ հոտը վերցրել է տունը, դե ինչ, պատրաստվել եք նոր տարվան, սիրելիներ, ինչեր եք պատրաստել, ինչ եք արել, ասեմ ես ժամանակ չունեմ, ճիշտը որ ասեմ ձեզ, բայց արդեն
նրբաբլիթների թերթերը պատրաստել եմ, շերտերը, ստացել եմ շատ ընտիր շերտեր, եթե ուզում եք բաղադրատոմսը կարող եմ ասել ու գրեք, քանի որ արդեն պատրաստել եմ, էլ չեմ պատրաստելու, կպատրաստեմ, բայց ուշ, որովհետև բավականին պատրաստել եմ, արդեն նոր տարուց հետո։ Այս տարի բաստուրման սուջուխը պետք է գնեմ, որովհետև ես ժամանակ էլի եմ ասում չեմ ունեցել, ամեն տարի միշտ պատրաստել եմ ես իմը, իմ տնականը, սիրում եմ միշտ պատրաստել իմ ձեռքով, իմ տնականը, բայց ժամանակ չունենալու պատճառով այս տարի ժողովուրդ ջան, ոչ մի անգամ չեմ էլ պատրաստել ոչ բաստուրման, ոչ սուջուխ, առնելու ենք մեր հայկական, տեսնենք մեզ մոտ վաճառում են Կարսի սուջուխը, տեսնենք շատ են գովում, ես ասեմ, որ քանի որ մենք միշտ տնական ենք օգտագործել, ես չգիտեմ, թե ինչպիսի համ կունենա, բայց շատ են գովում, տեսնենք ինչպես կլինի։ Ահա, ժողովուրդ ջան, տեսնում եք արդեն հավաքվեց, տեսեք, նույնիսկ այսպես որ ձգում եմ, չի անջատվում, նշանակում է, որ արդեն շատ լավ է, ինչքան էլ եմ ասում, կարող եք այնքան հունցեք, սիրելիներ ջան, կարող եք նույնիսկ սառը ջուր դնել ձեր ձեռքի կողքը, մի փոքր ձեռները մտցնել ջրի մեջ և նորից շաղախել, հունցել։ Մի քանի անգամ էլ այսպես կարող եք անել և ժողովուրդ ջան, շատ անուշահոտ է, գժվա արդեն, իհարկե կատակ եմ անում, որ գժվա, բայց իրոք շատ համեղ է, շատ անուշ հոտ է գալիս, արդեն իսկ համը զգացվում է։ Հիմա սիրուներս կտեղափոխեմ մի այլ ամանի մեջ, կփոքրացնեմ ամանը և կտեղափոխեմ սառնարան, որպեսզի ժողովուրդ ջան, որպեսզի ավելի լավ համեմվի և համերը տա։ Կարող եք թողնել սառնարանում 1 օր, կարող եք թողնել 3 օր, ինչքան մնա, այնքան լավ կհամեմվի։ Չնայած, երբ պատրաստվում է, պատրաստվելուց հետո ես 2 օր ընդհանրապես ձեռք չեմ տալիս, որովհետև ինչքան մնում է, այնքան համ ու հոտ է վերցնում այս համեղությունը։ Դե ինչ, հիմա մտածում էի, որպեսզի տավարի միս խառնեմ, հետը կուբիկներով, բայց հետո փոշմանեցի, սիրելիներ, չեմ ուզում տավարի միս խառնել այստեղ, հենց այսպես թող մնա։ Կտեղափոխեմ սառնարան։ Բարև իմ շատ սիրելի հետևորդներ, ահա անցել է 1 օր, հիմա կպատրաստենք խոզի մսով երշիկները միասին։ Այստեղ ես արդեն թրջել եմ Վալբերիսից պատվիրածս արհեստական աղիները, որը որ պատրաստված է կենդանիների սպիտակուցից, իհարկե կովի սպիտակուցից և կալագենից։ Հիմա սիրելիներ կլցոնեմ առանց ձեզ և կմիանամ։ Ահա սիրուներս, սա էլ մեր խոզի մսից պատրաստված երշիկները, խնդրեմ, մնացել է, որպեսզի տեղադրենք ջեռոցը, այն ժամանակ կբացատրեմ, թե մենք ինչ ենք անելու, քանի որ ինձ մոտ պակասեց այս աղիները, ես մեկը լցոնեցի բնական աղիքի մեջ, չի խանգարում մեզ սա։ Կպատրաստեմ և դուք կտեսնեք, թե ինչպես ենք պատրաստում։
Ահա իմ շատ սիրելի հետևորդներ, ես եկել եմ իմ բիստրո, գտնվում եմ իմ բիստրոյում։ Հիմա ինչպես տեսնում եք, այստեղ եթե գույների տարբերություն կտեսնեք, սա թղթից է, աղիից է, տարբեր գույներ են, չի խանգարում ոչինչ։ Սա այս 3 հատը ուրեմն խոզի մսից երշիկներն են, իսկ սա տավարի մսի երշիկներն են։ Այս մեկը տեսեք ինչ երկար է ստացվել, տեսնենք ինչպես կտեղավորենք ջեռոցի մեջ։ Դե ինչ։ Հիմա մենք կպատրաստենք երշիկը 3 էտապով։ Ես ձեզ կասեմ քայլ առ քայլ։ Հիմա կմիացնեմ ջեռոցը, վերև եւ ներքևը, երկու տերներն էլ կաշխատեն եւ կընտրենք մեզ անհրաժեշտ ջերմությունը։ Ջերմությունը պետք է լինի 60 աստիճան, ոչ բարձր։ Կտեղադրենք ջեռոցում երշիկները, խոզի մսինը կդնենք այս կողմում, իսկ տավարի մսով երշիկները կդնենք այս կողմում, այն կողմում, այսպես։ Ահա, տեղադրեցինք։ Հիմա ինչ է մեզ անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է ջերմաչափ, որպեսզի մենք պատրաստենք երշիկը։ Ուրեմն դրա համար ինչ ենք անում, առաջին էտապում մեզ անհրաժեշտ էր, որպեսզի ջեռոցում ունենայինք 60 աստիճան ջերմություն, իսկ երշիկի ներսում պետք է ունենանք 40 աստիճան։ Հիմա մենք կբարձրացնենք 40-ի վրա, մեզ անհրաժեշտ թիվը կստանանք, իսկ սա պետք է լինի, սիրելիներ, մինչև 40 աստիճան, այսինքն երշիկի ներսում։ Սիրելիներ, չգիտեմ, ձեզ լավ երևում է թե ոչ, ուրեմն ահա, այս շուղի ծայրը կանցկացնեմ երշիկի մեջ, որպեսզի մենք ջերմությունը տեսնենք, թե ինչքան ջերմություն է հավաքում մեր երշիկը։ Ահա։ Սա անհրաժեշտ թիվն է, որը որ պետք է ստանանք ներսում երշիկի, իսկ սա արդեն ջերմաստիճանն է հիմա երշիկի ներսի, դեռ 12 է։ Այստեղ անմիջապես կտեղադրեմ ջեռոցում եռացրած ջուր եւ շուտ կծածկենք ջեռոցը, իհարկե մեկ ձեռքով եմ նկարում, հարմար չի։ Եվ կսպասենք, մինչ աստիճանը կբարձրանա երշիկի ներսի 16-ը կդառնա 40։ Ահա երկու տեսակի երշիկներն նույն տարբերակով ենք պատրաստում, վերջում կասեմ, թե ինչ կարող եք անել տավարի երշիկի հետ կամ խոզի։ Ահա սիրելիներ, արդեն տեսնում եք, ազդանշան է տալիս, որ 40-ի է հասել երշիկի մեջի ջերմությունը։ Հիմա ինչ ենք անում, ջուրը կհեռացնեմ ջեռոցի մեջից, այսպես կհեռացնեմ, նորից կփակեմ ջեռոցը, հիմա ջեռոցի ջերմությունը կհասցնենք 80 աստիճանի, իսկ երշիկի ջերմությունը պետք է հասցնենք 60-ի։ Ահա, խնդրեմ, ասեմ, որ ես տանը չեմ, սիրելիներ։ Ահա, հիմա մեզ անհրաժեշտ է, որպեսզի բարձրացնենք սա 60-ի։
Եվ այսպես կսպասենք մինչ 40-ը կդառնա 60։ Ահա սիրուներս, հիմա արդեն հասել է մեր ուզած աստիճանին։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա բարձրացնում ենք 70-ի վրա, մեզ անհրաժեշտ է, որպեսզի հասնի 70 աստիճանի։ Ահա։ Կթողնեմ նույն ջերմաստիճանի տակ և նորից կավելացնեմ եռացրած ջուր, սինիով տեղադրեմ եռացրած ջուր ներքևում, մինչև կհասնի սիրելիներ անհրաժեշտ ջերմությանը, այսինքն մինչև կհասնի 70-ի։ Ահա սիրուներս, տեսեք արդեն 69 է, քիչ է մնացել, որ հասնի 70-ի և արագ ինչ եմ արել, տեսեք այստեղ սառույցի սառը ջուր եմ ես արդեն պատրաստել, որպեսզի անմիջապես ջեռոցից հանելուց հետո տեղադրենք այս սառը ջրի մեջ և ես այսօր արդեն գիշեր է կթողնեմ սառը ջրի մեջ 6-7 ժամ, այսպես ասած։ Հիմա կմտածեք, այս ինչ է, ասեմ, որ ջեռոցս նոր եմ գնել, տեղադրել եմ իմ բիստրոյում և քանի որ ժամանակի մեջ է, գարանտիայի մեջ է, այսպես ասած, դրա համար դեռ չեմ հանել որոշ մասեր, պլյոնկաները, այսպես թողել եմ։ Տեսեք գոլորշին, սիրուներ ջան, ոնց է բռնեն, քան հավեսին ալնում, շատ համեղ, պատրաստեք և փորձեք, տնական և բնական։ Սիրուներս, արդեն տեսնում եք, հասավ 70-ի ջերմությունը, արդեն վերջ, բավական է, պատրաստ են մեր երշիկները, հիմա անհրաժեշտ է անմիջապես տեղադրել սառը ջրի մեջ։ Ահա սիրուներս, տեսեք ինչ հավեսին, սա բնական աղիքովն է, տեսեք, շատ հավես է, սա էլ արդեն տեղադրեցի սառը ջրի մեջ, սա այն երկարն է, հազիվ եմ տեղավորել, տեսեք, պետք է այսպես լավ սառի երշիկները։ Ասեմ, ովքեր որ ունեն հնարավորություն ծխեցնելու, ունեն հնարավորություն ծխեցնելու երշիկները, կարող եք նաև ծխեցնել, ինչի չէ, և կունենաք ծխեցրած երշիկներ, և կունենաք սերվիլատներ և այլն, կապ չունի, տարբեր երշիկներ կունենաք, տարբեր տեսականիներ, գիտեք, եթե ծխի ենք տալիս, մի ուրիշ ավելի լավ համ է ունենում, ես հիմա չեմ տալիս, որովհետև դրսում ցուրտ է և չեմ ուզում մրսել հիվանդանալ, ժողովուրդ ջան։ Կսառչի, սառչելուց հետո կկտրեմ և դուք կտեսնեք։ Ահա սիրելիներ, արդեն ինչպես տեսնում եք սառացրել եմ երշիկները, թողել եմ սառը տեղ չորացել է, ջրից հանելուց հետո և ստացել ենք այսպիսի գեղեցիկ երշիկներ, արդեն չենք համբերել, այս մեկը կտրել և համտեսել ենք, ահա խնդրեմ, տեսեք թե ինչ գեղեցիկ կտրվում է, ոչ փշրվում է, սա խոզի մսից պատրաստված երշիկն է, շատ գեղեցիկ, շատ համեղ,
պատրվացքներ եմ ստանում, ահա, սա էլ, տեսեք, եթե չեք ուզի յուղոտ ստացվի ձեր երշիկը, կարող եք անյուղ միս վերցնել, բայց ասեմ, որ շատ համեղ է, ափսոս չեմ կարողանում ձեզ փոխանցել հոտն ու համը, դե ինձ սիրելիներ, պատրաստեք սիրով, որպեսզի ստանանք համեղ, հոտավետ երշիկներ, պետք է պատրաստենք շատ սիրով, ամեն բան պետք է պատրաստել սիրով, ներդնել հոգի, որպեսզի ստացվի շատ համեղ ձեր պատրաստած ամեն մի տեսակի ուտեստը։ Պատրաստեք եւ թող նորից ու նորից եմ ասում, ձեր գալիք նոր տարին շնորհավոր լինի, թող լինի խաղաղության, առողջության, հաջողության եւ երջանկության տարի, թող անպտուղները պտղավորեն այս տարում, սիրելիներս, թող անսահման երջանկություն մտնի բոլորի տներում, դե ինչ, սիրելիներ, խնդրում եմ կրկին նորից ու նորից, որպեսզի բաժանորդագրվեք Անի Family վիդեոյին եւ օգնեք նրան, որպեսզի հավաքի 1000 բաժանորդ։ Շատ եմ խնդրում, իմ խնդրանքը ձեզ, իմ սիրելիներ, եթե դուք սիրում եք իմ ալիքը, սիրում եք իմ բաղադրատոմսերը եւ ինձ, ինչպես սպասում եք ինձ, այնպես էլ ես սպասում եմ ձեր բաժանորդագրվելուն Անիի ալիքին։ Իսկ ովքեր որ բաժանորդագրված չեն իմ ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ մի մոռացեք դնել լայքերը։ Դե ինչ սիրելիներ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։